Ամեն ինչ պետք է core-ի մկանների լիարժեք զարգացման համար։ Սկսենք rectus abdominis-ից, այսինքն պրեսի մկաններից, որոնք պատասխանատու են spinal flexion-ի, այսինքն ողնաշարի կլորանալու համար։ Բավականին շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ հնարավոր է թիրախավորել պրեսի վերևի ու ներքևի հատվածները։ Պրեսի վերևի հատվածի համար արեք crunch-ի վարիացիա, այսինքն նենց վարժություն, որտեղ առաջնահերթ փորձում եք կողոսկրերը տանեք դեպի կոնքազդրային հոդը։ Պրեսի ներքևի համար ինչ որ շատ լավ վարժություն դժվար է ասել, որովհետև համարյա թե բոլոր վարժություններում progressive overload-ը, այսինքն ժամանակի ընթացքում քաշ ավելացնելը խնդիր է լինելու։ Եթե շատ եք ուզում պրեսի ներքևի մասը զարգացնեք, ես կանեի զուտ ինչ-որ leg raise-ի վարիացիա ու ժամանակի ընթացքում կփորձեի ավելի ու ավելի ուղղել ոտքերը, որպեսզի դժվարանա վարժություն։ Օբլիկների, այսինքն այս կողքի մկանների համար ամենալավ տարբերակը side bend-ի ինչ-որ վարիացիան է։ Այսինքն զուտ փորձում ենք ողնաշարը կլորացնենք, բայց այս անգամ դեպի կողք։ Օբլիկների համար կարելի է նաև անել ինչ-որ trunk rotation-ի վարիացիա, բայց եթե ձեր նպատակը զուտ այս կողքի մկանների տեսքն է, ամենայն հավանականությամբ մենակ side bend-երը հերիք է։ Trunk rotation-ները կարող են շատ օգտակար լինեն այն մարդկանց համար, ովքեր ուզում են rotational power զարգացնեն, որը շատ սպորտաձևերում կարևոր է։ Ու վերջին վարժությունը spinal extensor-ների համար Jefferson curl-եր կամ ինչ-որ spinal extension-ի վարիացիա։ Այսինքն այս անգամ ողնաշարը կլորացնում ենք հակառակ ուղղությամբ։